Մոսկվան եւ Մերձմոսկովյան շրջանը գիշերը անօթաչուների զանգվածային հարձակման են ենթարկվել։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի պնդմամբ այդ ուղղությամբ ավելի քան 600 անօթաչու է արձակվել։ Դրանցից 180-ը խոցվել է անմիջապես Մոսկվայի տարածաշրջանում։ Նա չի հայտնել, արդյոք հարձակման հետևանքով տուժածներ կամ ավերածություններ կան, նշելով, որ անօթաչուների բեկորների ընկնելու վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Ժամանակավորապես դադարեցվել է նաեւ Մոսկվայի բոլոր օդանավակայանների աշխատանքը։ Այդ թվում հետաձգվել է Գյումրի-Մոսկվա թռիչքը։ Սա ըստ Մոսկվայի քաղաքապետի վերջին 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա հարձակման ամենախոշոր փորձն է։ Ուկրաինան գրոհել է նաև Էներգոդարի եւ Ռիազանի մարզերը։ Հարձակումների հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 18 մարդ։ Իրանը հերքել է Դոնալդ Թրամփի պնդումը, որ Միացյալ Նահանգները ոչ պաշտոնական ուղիներով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ուղիղ կապի մեջ է։ ԻՀՊԿ ներկայացուցիչների եւ ամերիկացիների միջև երկխոսություն չկա, հայտարարել է կորպուսի խոսնակ Հոսեյն Մոհեբին։ Նրա խոսքով Թրամփի այս կեղծ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան նրա երևակայությունից եւ մղձավանջներից ծնված ֆանտազիա։ Դա նրա հուսահատության եւ պատերազմում պարտության արդյունք է, ասել է Մոհեբին։ Իսրայելի ուժերը դուրս կբերվեն Գազայից միայն Համասիի ապառազմականացման դեպքում, հայտարարել է ԱՄՆ նախագահի խորհրդական և փեսը Ջարեդ Քուշները։ 4 ժամ տևած բանակցությունից հետո նա ասել է, որ չեն սահմանափակելու Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը։ Քուշների խոսքով նաև քննարկվել է մեխանիզմը, թե ինչ պետք է արվի զենքն իրականում դուրս բերելու համար, հույս հայտնելով, որ կարող է առաջընթաց լինել ընդամենը 30 օրում։ Եթե Համասը կամավոր կերպով հաջորդ 60-ից 90 օրվա ընթացքում հանձնի զենքերն ու թունելները, դա Իսրայելի համար կլինի հսկայական անվտանգության սպառնալիքի վերացում, ասել է Քուշները։ Կարծում եմ, մենք պետք է թիրախային լիկվիդացումներ իրականացնենք Գազայում, ամեն գիշեր ոչնչացնելով 30-ից 40 մարդու, ասել է Իսրայելի ազգային անվտանգության նախարար Բեն Գվիրը։ Խոսքը միայն զինյալների մասին չէ, այլ բնակիչների, որոնք հնարավոր է ծայրահեղական են տրամադրված Իսրայել պետության դեմ։ Նրանք նույնիսկ մարդիկ չեն, հայտարարել է Բեն Գվիրը։ Միաժամանակ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն համաձայնել է Խաղաղության խորհրդի հետ Գազայի համար 2 աշխատանքային խումբ ստեղծել։ Առաջինը կկենտրոնանա քաղաքի զինաթափման եւ ապառազմականացման վրա, իսկ երկրորդը Գազայի բնակչության սանիտարական պայմանների, մաքուր ջրի եւ առողջապահական այլ խնդիրների վրա։ Աննա Հակոբյան, Էպիկենտրոն։